Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, վերջին օրերին Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմից անդադ կրակոցներ են հնչում։ Ինչի մասին են վկայում այս կրակոցները եւ ինչ է կատարում սահմանին։ Նախ կրակոցներ բավ 3 գիշերը եւս եղել են Խնածախի 2 տանիք է վնասվել։ Ինքը մի քանի նպատակ է հետապնդում, այնպես չի որ միայն օդ կրակել կամ իրենց նոր տարի նշել է, որ փորձում է հայկական կողմը իդեմս Փաշինյանի եւ իր կառավարության անդամների ԿՊ խմբակցության պատգամավորներ փորձում են այս կամ այն ձևով չտեսնելու տալ։ Նախ բնակիչները բնականաբար վախի, ամբողջ օր վախի մթնոլորտում են։ Գյուղի ուղղությամբ կրակում են, դու չես պատասխանում, հա։ Սա առաջին, այսինքն հոգեբանական ազդեցություն է։ Երկրորդ, մարդկանց սովորեցնում են այդ վիճակին։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է սովորեն։ Ինչ որ մի պահ կարող է լինել նաև հարձակում։ Այսինքն սովորեցնում են կրակոցներով ապրելու վիճակին եւ երբ կրկին անգամ կրակոցներ, բայց որը ունի բուն հարձակման նպատակ, մարդիկ սովորաբար տանում են նույն ընկալումները եւ նույն կեցված տնտեսով, ինչ որ սովորաբար կրակում են, հա, այսինքն սա հանկարծակի մարդկանց բերելու եւ օպերացիան հաջողությամբ արագ ավարտելու նպատակ է տապնդում։ Երրորդ, ցույց է տալու, որ Հայաստանի օրվա իշխանությունները համակերպվել են Ադրբեջանի ցանկացած անօրինական, այդ թվում նաև սահմանային գոտում իրավիճակը լարելու կեցվածքին։ Ի զարմանս կարծում շատերի, երբ Ադրբեջանի իշխանությունները պետք է արդարանան իրենց կրակոցների համար, արդարանում է ոչ ավելի ոչ պակաս Հայաստանի իշխանությունները, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը գործնականում պատկանում է ռազմավարական առումով Ադրբեջանի նախագահին։ Նա է որոշումներ կայացնում։ Եվ եթե Հայաստանի իշխանություններն ասում են, որ այսպես պետք է անես, ինքը անում է այդպես։ Եվ այստեղից շատ տրիվիալ պարզ հետևություն։ Հայաստանում գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի, օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն։ Այսինքն մի կառավարություն Հայաստանում, որ ուղղակիորեն հլու հնազանդ կամակատար կերպով սպասարկում է Ադրբեջանի առաջին հերթին եւ ստրատեգիական առումով թուրք-ադրբեջանական տանդեմի, այն է բրիտանա-թուրքական Թուրան պրոյեկտը։ Այ Փաշինյանի այսպես կոչված կառավարությունը իրականացնում է այդ նպատակը, որը որևիցե աղերս չունի Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի ժողովրդի շահերի սպասարկման հետ։ Պարոն Նահապետյան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էլ հայտարարում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով երբեմն հնչում են կրակոցներ, որոնք ուղղված չեն Հայաստանի կողմ։ Հիմա հարց է առջևում, պաշտպանության նախարարությունը ինֆորմացիա ինչի տիրապետում, թե հասարակությանն է փորձում շեղել խնդիրներին։ Օրինակ 3 Խնածախում այդ 2 տանիքները վնասվելու հետ կապված ակնհայտ պետք է հարցուի քրեական գործ, որտեվ այլ երկրի զինյալները օգտագործելով հրազեն վնասել են եւ պետք է քննություն դեռ բարձի ինչ նպատակով։ Միգուցե փորձել են խոցել Հայաստանի Հանրապետության այդ տարածքում գտնվող քաղաքացիները, այսինքն ուղղակի սպանության հոդվածով կարող է հարուցվել է նման քրեական գործ, ես չեմ լսել, չեմ նույնիսկ կրակոցների հետ կապված, անկախ նրանից Պապիկյան սուրոյի իրավական գիտելիքներին չաշճանի, իսկ որը հասկանալ է, որ ընդհանրապես այդ մարդի իրավիճակին չի տիրապետում եւ այդպես հանգամանքների բերումով բերվել է մի կարևորագույն կառույցի ղեկավար, որտեղ այդ կառույցի աշխատանքները պետք է իր տգիտությամբ ամբողջովին ցախուղի իր այդտեղ բերելը մեկ նպատակ ունի։ Կառույցը կազմաքանդը։ Կազմաքանդման 2 ճանապարհ կա, փակում են այդ կառույցը, որը այս պայմաններում լուրջ ռեզոնանս կարող էր առաջացնել Հայաստանի Հանրապետություն, որը ցավոք օրինակ չառաջացավ, երբ 2018-ին փակեցին գյուղնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, մշակույթի, սպորտի, հա, կարևորագույն նախարարություններ, չէ, բայց եթե պաշտպանության նախարարությունը փակեն, արձագանքը շատ ավելի կոշտ կլինի, չէ՞, մեր երկրի քաղաքացիների։ Հիմա չեմ փակում, բայց բերել են մեկին, որ այդ կառույցը ուղղակի աշխատանքները կազմալուծում է։ Հիմա կրակոցներ են եղել, կրակոցների վերաբերյալ նույն պահին, եթե ապացուցվում է դա, հարուցում է քրեական գործ։
կատարում են նախաքննություն, ճշտվում են մեղավորները։ Հետո բարձրանում որ մեղավորները Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչներ են, հա։ Եթե շարունակություն նայենք, այդ գործը կարող են դիմել միջազգային ատյաններ այդ գործով։ Ես ընդհանրակարգ եմ ասում, որտեղ առանձնապես լուրջ իրավական գիտելիքներ պետք չունենան։ Հիմա 3 վնասվել է այսօր տուն։ Այդ նպատակը ո՞րն է եղել կրակոցներ։ Կարող է թիրախային առումով փորձենա խոցել քաղաքացիների։ Իսկ Պապիկյան Սուրը նորից եմ ասում, սրանք վատ փաստաբանների դերակատարում ունեն Ադրբեջանի նախագահի իրեն զինված ուժերի ապօրինությունների հետ կապված։ Փաստաբանություն են անում, բայց իօքոտ Ադրբեջանի իշխանությունների այն հիմնավորումները, որ ինքը տալիս է, նույնիսկ դա հիմնավորումներ չի։ Նույնիսկ վիրավորական է, որ այդ անձը զբաղեցնող նման պաշտոն նման հիմնավորումներ է տալիս, հա։ Պարոն Նահապետյան, դուք ձեր խոսքում եք նշեցիք, որ նաև հասարակության ինչ-որ առումով սովորեցնում են այդ կրակոցների տակ ապրելուն, այդ կրակոցներին։ Տեսեք, Հայաստանի գործող իշխանությունը անդադ խոսում է խաղաղության պայմանագրից, որ պետք է ստորագրել այդ պայմանագիրը, որպեսզի չլինի պատերազմ։ Հնարավոր է, որ հիմա այս կրակոցներով փորձում են նաև հասարակությանը ահաբեկել եւ ասել, տեսեք, եթե չստորագրենք այդ պայմանագիրը, կրակոցներ շատանալու են եւ հարձակում է տեղ ունենալու։ Նախ այդ մի ժամանակ էր Փաշինյանը պայմանագիր ասում։ Պայմանագիրը իրավական ակտ է, որտեղ երկու կողմերը կրում են իրավունքի տեսանկյունից պարտավորություններ ստորագրելուց հետո, ավելացնելուց հետո այդ փաստաթուղթը։ Հիմա համաձայնագիր է։ Համաձայնագիրը ինքը իրավական փաստաթուղթ չէ։ Այսինքն կողմերից մեկի հետ կանգնելը այդ համաձայնագրում նշված ուրեմն կետերի կատարման որևիցե իրավական հետևանքներ առաջ չի բերում։ Սա շատ կարևոր նրբություն է, որի մասին հաստատի իշխանությունները չեն փորձում բարձրաձայնել, այսինքն սա ինչ նշանակում, որ Ալիևը որ պահին ցանկանա այդ համաձայնագիրը, եթե տեսականորեն այն որ ստորագրվելու է, այդ համաձայնագիրից հետ կանգնելը միջազգային առումով որևիցե պարտավորությունների պատասխանատվության ներքո չի դնելու Ալիևը։ Պարոն Նահապետյան, իսկ որ պահին պայմանագիրը վերածվեց համաձայնագրի կամ ինչից հետո այդպես տեղ ունեցավ։ Ես կարծում եմ պահին, երբ Ադրբեջանի ղեկավարը իր պատասխանատու կառույցների ղեկավարները, այդ թվում նաև անվտանգության գծով խորհրդական արտաքին հարաբերությունների հարցով օրենսդիր մարմնի ղեկավար, երբ նրանք պայման էին դրել, որ անպայման սահմանադրություն պետք է փոխվի, որտեղ սահմանադրության անկախության հռչակագրում կա ըստ իրենց Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ Հայաստանի Հանրապետության մայրի օրենքի կողմից եւ բնականաբար Հայաստանի Հանրապետության կողմից նկարտումներ։ Իրենք այդ պայմանը դրել էին։ Այս կարծում եմ ինչ զիջման է եկել։ Սա առայժմ արիերևույթ փոխադարձ զիջում է, այսինքն պայմանագիրը պարտադիր կատարման ուժ ունի, իսկ Ադրբեջանը ասում է տեսականու ես կստորագրեմ դա, եթե սահմանադրության հետ կապված անպայման կետ մտնի, Հայաստանը օրվա իշխանությունները նկատի ունեմ։ Իրենք հասկանում են, որ այդ կետը Հայաստանում ներքաղաքական լրջագույն ընդվզումներ կարող է առաջացնել, սահմանադրության փոփոխություն, դե հետո դա մեկ օրում չի արվում։ Այսինքն սահմանադրության մեջ փոփոխությունը դա գործընթաց է, նաև ժամանակատար process է, որին կարող են ներգրավել իդեպ Հայաստանում ընդդիմադիր դաշտ ներկայացնող տարբեր կուսակցություններ, անհատներ, հոսանքներ, շարժումներ եւ այլն, այսինքն իշխանություններում կոնսոլիդացիայի միջոց կարող է դառնալ։ Հիմա հասկանալով այս իրողությունը, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը որոշակի զիջման է գնացել, որ սահմանադրությունը հետո, երբ որ պայմանագրի մեջ, այսինքն պայմանագրի մեջ, որտեղ իրավական առումով պարտադիր կողմերը իրենց վրա վերցած պարտավորությունները պետք է կատարեն։ Սա միայն թղթի կտոր լինելու է համաձայնագիրը, բացառապես ոչ մի իրավական հետևանքներ կողմերից մեկի, իսկ առաջին հերթին Ադրբեջանի պահով մենք պետք է նայենք, որը ամենայն հավանականությամբ պետք է դառնա գործիք Փաշինյանի ձեռքին, եթե ստորագրվի նման համաձայնագիր, արտահերթ խորհրդանական ընտրություններ կազմակերպելու, ժողովրդին ցույց տալու, որ քանի որ ինքը խաղաղության կողմնակից է, հավասիկ նվազագույն համաձայնագիրը մենք ունենք, ապագայում կլինի պայմանագիր, բայց ինքը փորձել է դա որպես քարոզչական հնարք օգտագործել։ Ես կարծում եմ ադրբեջանական կողմն է եկել զիջման, բայց դա առերևույթ սկզբունքորեն իրենք իրենց պահանջներից հետ չեն կանգնում, այդ թվում եւ սահմանադրության փոփոխություն եւ փախստականների վերադարձ եւ ռեպարացիա կոնտրիբուցիա։ Ես կարծում եմ բոլորը կլինի պայմանագրի մեջ, այսինքն Հայաստանի կողմից պարտադիր կատարման պահանջով։ Հիմա այդ համաձայնագիրը թղթի կտոր է դառնում,
որով Փաշինյանը արտահերթ խորհրդանական ընտրություններ պետք է անցկացնի, հույս ունենալով, որ այդ համաձայնագիրը հնարավորություն կտա հաղթել ընտրություններով։ Բայց իմ կարծիքով սա ամենայն հավանականությամբ այն իրականությունն է, որը կա, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանը շուտով խորագետ քայլ է անում։ Սա օրվա իշխանություններին որոշակի հանգստության ֆոն է ապահովում, այդ թվում նաև քաղաքապայմանագրի եւ խմբակցությունում եւ գործադիր մարմնում եւ իր համախոհների շրջանակում, որ այնուամենայնիվ Ադրբեջանը տրամադրված է դժվարությամբ, զիջումներով, բայց խաղաղության հասնելու գործընթացին։ Սա ըստ իս կարող է խողացածկույտ լինել։ Բուն նպատակը Ադրբեջանը պատրաստում է ռազմական ագրեսիա, իրականում լրջագույն։ Այդ ռազմական ագրեսիան իր մեջ չի ներառելու ըստ իս միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ինչ որ տարածքների գրավումով, ասենք դա կարող է լինել երեք ուղղությամբ, երեքից մեկով, ասենք Մեղրի հատվածում, Մեղրի ագարակ, որը Իրանի սահմանակից տարածքն է, այդտեղով վերցնել, ապահովել Ադրբեջանի Նախիջևանի հետ կապ։ Երկրորդ ուղղությունով իրենք կարող են դա Գորիսի մոտից հարձակվում են, իջնում են միջպետական ճանապարհ, հետո Սիսիան, Անգեղակոտ, Նախիջևան, այսինքն այդ մասով կարող են գտնել։ Կարող են ավելի վերև ջերմուկով ուղղակիորեն ամենակարճ ճանապարհը դա է, ջերմուկ երասխ։ Հայաստանի քարտեզը եթե պատկերացնենք, այդ վզիկի մասը ամբողջությամբ կտրվում է։ Բայց եթե ինքը նման արարքի գնայի, դա նշանակում է ձեռնոցն նետել նվազագույնը Ռուսաստանի եւ Իրանի, դա այնուամենայնիվ Ռուսաստանը պարտավորություն ունի Հայաստանի նկատմամբ, եթե մեր նկատմամբ ագրեսիա լինում, դա 95 թվականին է կնքվել այդ պայմանագիրը։ Եվ եթե կռիվ է լինում Ռուսաստանը, այդ մեծ կռվի մեջ ինքը մտնում է, չի կարող անմասն մնալ Իրանը եւ բնականաբար Թուրքիան։ Սա կարծում եմ այն պրոյեկտն է, որով Բրիտանիան փորձում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի համար առաջին հերթին, որպեսզի թեթևացնի Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացման ընթացքը, կանգնեցնի կամ պատերազմը այնտեղ երկարաձգվի, որտեղ եթե մի փոքր արդեն աշխարհաքաղաքական կտրվածքով ենք նայում, Բրիտանիան հստակ խնդիր է դրել ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայում պատերազմը շարունակվի։ Եթե ելնենք այդ տրամաբանությունից, այստեղ պատերազմ սանձազերծելու իրողությունը դառնում է խիստ ակնհայտ։ Իսկ ինչու Ուկրաինայում պատերազմը պետք է շարունակվի։ Դա Տրամպի ձախողումն է, որտեղ Տրամպի նախընտրականում ԱՄՆ նախագահ խոստացել է, որ պատերազմը պետք է կանգնեցնի։ Հիմա եթե 1 տարի տեսականորեն պատերազմը շարունակվում է, այդ թվում ինչ-ինչ պատճառներով, ես հիմա կասեմ, ապա նշանակում է, որ 1.5 տարի հետո կոնգրեսում միջանկյալ ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցությունը բավականին մեծ հավանականությամբ կարող է պարտություն կրել, որը կդառնա պատճառ փաստացի եւս 2 տարի հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության պարտությանը։ Եվ Բրիտանիան, որը խորքային պետության deep state-ություններից մեկն է, իր կառավարությունը, իսկ մյուսը ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունն եւ իր էլիտան, փաստորեն 4 տարի հետո իրենք գալու են իշխանության, այսինքն հաղթելու են հանրապետական։ Բրիտանիայի ծրագիրը սա է։ Հիմա քանի որ Ուկրաինայում ակնհայտ է, որ խաղաղության որոշակի գործընթաց է գնում, որտեղ երկու շահագրգիռ միջուկային գերտերություններ կան, լծված այդ գործին Ռուսաստանը, Միացյալ Նահանգները։ Ռուսական զորքերը 10-15%-ն են սահմանում կռվում, մնացածը թիկունքում են, այսինքն ստրատեգիական հարձակման հրաման անգամ չեն ստացել, տեղային մարտեր են գնում։ Եթե ստրատեգիական հարձակման հրամանը ստացան, որը որ Միացյալ Նահանգների համաձայնությամբ պետք է լինի, ապա այնտեղ շատ կարճ 1-2 ամսում թեման փակվում է։ Այ որպեսզի չփակվի, որպեսզի կռիվը շարունակվի, որպեսզի տարուկես հետո Տրամպը կոնգրեսի ընտրություններին պարտվի, որը կլինի փաստորեն սկիզբը հանրապետական կուսակցության հաջորդ ընտրություններում պարտության, այ դրա համար Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը անուղղակի կասեցնելու համար բացվում է ճակատ այստեղ։ Ահա ինչու է, ընդ որում ես կարծում եմ, որ Թուրքիան եւ Թուրքիայի ղեկավարը սկզբունքով իրանք դեմ են դրան։ Եվ դրա մասին խոսում է եւ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները իշխանափոխության, որը ամենայն հավանականությամբ Բրիտանիան է, հա, փորձում իրականացնել, ինչու որտեվ գունավոր հեղափոխությունների մեթոդաբանության գործիքակազմն է օգտագործում, իսկ դա այսօր Բրիտանիայի ձեռքին է, հա, այսպես ասենք Սորոսը այսօր այլևս ենթարկվում է Ստարմերին։
Բրիտանիայի վարչապետին, ոչ թե ԱՄՆ նախագահին, որտեղ ԱՄՆ-ում տեսնում ենք Տրամպը ինչ է անում այդ գլոբալիստների կառույցների հետ։ Եվ հետևաբար Թուրքիայում Էրդողանի քայլերը շահեկան չեն, ուրեմն Բրիտանիայի ծրագրերին։ Էրդողանը դեմ է գնում, հաշվի առնելով, որ եթե ինքը մտավեց խաղի մեջ Ռուսաստանի եւ Իրանի հետ պատերազմ, դա իր համար լրջագույն խնդիր կարող է առաջանալ։ Երկրի մասնատման։ Նվազագույնը Միացյալ Նահանգները այստեղ կդիտվի արդեն Ռուսաստանի դաշնակից եւ Թուրքիան, որը եթե Էրդողանը այնուամենայնիվ բրիտանական ծրագրերի մեջ լինի, իսկ ինքը փորձում է խուսանավել, այո, այդ ժամանակ Միացյալ Նահանգներն է քրդական գործոնը կօգտագործեն իդեպ Թուրքիան մասնատելու։ Էրդողանը սա ինչ հրաշալի հասկանում է, այո։ Եվ այստեղից հետևություն։ Թուրքիան փորձում է խուսանավել։ Նույնիսկ եթե Էրդողան իշխանությունն հանձնի, ապա ինքը չի հանձնելու գլոբալիստների կողմից փայփայված, աճեցված Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլու։ Ինքը իշխանությունը հանձնելու է այն անձին, որը 3 առաջնորդը գտնվում էր Միացյալ Նահանգներում եւ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ։ Խոսքը Հական Ֆիդանի մասն է, այո։ Ինքը Ֆիդանը բավականին այդպես պրոֆեսիոնալ է իր գործի մեջ, հատուկ ծառայությունների երկար ժամանակ շահական կերպով համագործակցել է եւ Միվեցի եւ կենտրոնական հետախուզական վարչության եւ Մոսադի հետ։ Ուղղակի ինքը մի այսպիսի բացասական բան ունի։ Ինքը հանրային հրապարակային դեմք չի։ Ինքը հրաշալի, այսպես ուրեմն գրասենյակներում լուրջ կառավարում իրականացնող անձնավորություն է, հա, կառույցներում։ Ինքը հրապարակային Էրդողանի խարիզման չունի, իսկ Էրդողանը բնականաբար ունի։ Էրդողանը կարող է միլիոնավոր մարդկանց մեկ ելույթով իր հետևից տանել։ Ֆիդանը չունի սա, հա։ Ի տարբերություն դրա, այսինքն դա պոպուլիզմի էլեմենտն է։ Ինքը չունի, ինքը պոպուլիստ չի։ Ի տարբերություն օրինակ Իմամօղլուն, ինքը պոպուլիստ է, իր ամբողջ գործունեությունը պոպուլիզմի վրա է կառուցած։ Եվ այստեղից հիմա գալիս ենք արդեն մեզ մոտ մեր հետևությանը։ Եթե Թուրքիան հետքայլ է անում, իսկ հիմա ինքը ակնհայտ է, որ հետքայլ է անում, չի ուզում բրիտանական ծրագրերին կծորդվել, որքան էլ մեր համար տարօրինակ է զարմանալի, որոշակի պատրաստակամություն է հայտնել այդ ծրագրերը իրականացնել Ալիևը եւ պատական չի, որ երբ Ֆիդանը հանդիպում է Ռուբիոյի հետ, հեռախոսազանգ եղավ նաեւ Փաշինյանին, քննարկվել է հայ-ադրբեջանական, այսինքն Միացյալ Նահանգներ Թուրքիա կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձանց հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչու, որտեղ ակնհայտ է, չէ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունում եթե դա լինելու է պատերազմական, ապա դա հարվածում է եւ Միացյալ Նահանգներին, եւ Թուրքիային, եւ Ռուսաստանին, եւ Իրանին։ Այստեղ միակ շահող կողմը դա լինելու է deep state-ի սյուներից մեկը բրիտանական կառավարությունը եւ ամբողջ Բրիտանիան իր շահից է բախում։ Բրիտանիայի համար մեկ է ինքը Եվրոպա կզոհաբերի, Ուկրաինա կզոհաբերի, այստեղ մեծ պատերազմ կլինի, ինչքան այլ ազգիներ կզոհվեն, իր համար մեկ է։ Կարևորը որ ինքը Ուկրաինայում պատերազմը շարունակի մինչեւ կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որտեղ արդեն երաշխավորած լինելու Տրամփի պարտությունը եւ բնականաբար դրանից հետո կրկնում սա է։ Մեծ է ամեն ինչ, եթե մենք փորձում ենք գնահատել թե որտեղ ինչ է տեղ ունենում։ Եվ դրանից հետո երաշխավորված հանրապետական պարտությունը։ Deep State-ը վերականգնվելու է, այսինքն 4 տարի հետո։ Պարոն Նահապետյան, իսկ այս պարագայում դուք նշեցիք Ադրբեջանի մասով, այսինքն Իլհամ Ալիևը համաձայնվել է ինչ-որ առումով հակադրվել Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին։ Այո։ Ինչ է ստանալու Ալիևը դրանից։ Ուշադրություն դարձրեք, ասեմ ձեզ, ուշադրություն դարձրեք, արհեստական կերպով Ալիևը այդ Իգնաթիռի հայտնի խափանման ժամանակ, երբ զոհեր եղան, իր կեցվածքը շատ անտրամաբանական էր եւ անգամ Ալիևի ամբողջ կառավարչական տարիներին ոչ հարիր էր։ Այսինքն հրապարակական մեղադրանքներ հնչեցնել, վիրավորանքներ, հա։ Իսկ ակնհայտ էր, չէ՞, որ ինքը փորձում է հարաբերություններ սրել Ռուսաստանի հետ։ Սա առաջին, երկրորդ։ Ինչ է ստանալու։ Օրինակ, ես կարծում եմ, որ Բրիտանիան իրեն խոստացել է, եթե այստեղ հաջող օպերացիա լինի եւ այդ միջանցքը վերցվի, եւ Իրանի դեմ այնուամենայնիվ ինչ-որ ժամանակ հետո այդ օպերացիա լինի, Իրանում ինքը կարող է Իրանից ամբողջ Ադրբեջանը միացնել, մեծ Ադրբեջանը, որում մոտ օրերս Ուրմիա քաղաքում, որ փաստորեն կենտրոններից մեկն է Ազարի ժողովրդի, մարդիկ փողոց են դուրս եկել մեծ Ադրբեջանի կոչերով։ Այսինքն այնտեղ այդ թեման երացվում է, հա։ Այսինքն Ալիևին խոստացել են մեծ Ադրբեջան, Հայաստան ամբողջությամբ, ես կարող եմ իմ ասածը առաջին պայից արտարոց թվա,
Ալիևին խոստացել են, որ ամբողջ Հայաստանը դա Ադրբեջանը լինելու։ Ուշադրություն դարձրեք։ Եվ այսօր ռազմական առումով, եթե որևիցե պետություն չխառնի դրան, ասենք եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, սկզբունքորեն կարող է խնդիրը լուծել, որտեղ Հայաստանում նորություն կրկնում, սրանք ոչ միայն դիլետանտ են, խոսքը սորվա իշխանությունների մաս, ոչ միայն կիսագրագետ են այդ առումով երկրի կառավարման ուժային կառույցների, սա չարիքից փոքրագույնն է, իրենք կամակատարն են Ադրբեջանի առաջին հերթին եւ Թուրքիայի։ Ուշադրություն դարձրեք, Փաշինյանը շատ ավելի, այսպես արժանապատիվ կեցվածք է պահում Էրդողանի հետ հարաբերություններում, քան Ալիևի։ Գիտեք ինչու։ Որտեղ ինքը հրաշալի գիտի, որ Թուրքիայի դեմ այսօր դեռևս կա Հայաստանում 102 բազա, այսքան ռուսական գործոն կա, չէ՞։ Իսկ Ադրբեջանի դեմ Հայաստանը ինչ գործոն ունի։ Ոչ։ Ադրբեջանի զինուժի դեմ մենք այսօր պետք է ունենք մեր զինուժի գործոնը։ Իսկ Փաշինյանի նման խեղճացած, հա, ծնկած վիճակը խոսում է նրա մասին, որ ինքը հրաշալի գիտի, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց, ապա ամենայն հավանականությամբ ըստ իր հաշվարկների մենք պարտվելու ենք։ Բայց չէ՞ որ մենք հապկանդամ ենք, եւ եթե հապկանդամ պետություններից մեկի նկատմամբ հարձակում է տեղի ունենում, ուրեմն կառույցը օգնում է։ Ես կարծում եմ, որ դրա մասին Ալիևն է, չէ՞, գիտի։ Բնականաբար։ Հետաբար Ալիևը ոչ թե ըստ իս ասենք ինչ որ մարզեր ավերցնելու, որը ակնհայտ է, որ սահմանային գոտիներ չեն։ Բնակավայրեր են, որոնք եւ խորհրդային տարիներին Հայաստանն եղել եւ դրանից առաջ ցարական Ռուսաստանի ժամանակ Հայաստանն եղել եւ հետխորհրդային տարիներին, այսինքն այս հանրապետության ժամանակ։ Եթե Ալիևը նման բան անի, ապա այո, ՀԱՊԿ-ը կարող է քայլեր իրականացնել, բայց մի պարագայում Հայաստանը դի ՀԱՊԿ-ին դիմի։ Կարող է չդիմել, ընդունենք։ Բայց եթե դիմի եւ Ադրբեջանը վերցնի Հայաստանից տարածքներ, որը բուն Հայաստանի տարածքներ են եղել, դա այսինքն սահման չի։ Այնպես ինչպես Ադրբեջանը օրինակ Ջերմուկի մոտ հիմնավորում էր, Իշխանասարի մոտ հիմնավորում էր, Սևլոջի մոտ հիմնավորում, որ դա իր տարածքն է, այսինքն սահմանային գոտիների մասն է, հա, խոսքը։ Բարձ է, չէ՞, բնակավայրեր չեն։ Այստեղ Ալիևը բնականաբար գիտի, որ Հայաստան ՀԱՊԿ-ի անդամ է, եւ ես չեմ կարծում, որ ինքը Հայաստանից, ասենք, Ջերմուկից դեպի Երաս կարող է կտրել կամ Գորիս Ղափանից Սիսիանով են մի ամբողջ մարզ, հա, Սյունիքի մարզը։ Ինքը հիմնավորելու է, որ անցել է 5 տարի, շուտով 4.5 տարի, որ Հայաստանը խոստացել էր ըստ նոյեմբերի 9-ի տալ ճանապարհ Ադրբեջան Նախիջևանի կապով, բայց չի տվել, չէ՞։ Ասում եմ, դե չի տվել, ինձ համար կենսական է, ես ուժով եմ վերցնում։ Սա մեղրից ինչ որ մի հատված կարող է, հա, առանց բնակավայրի, բարձ եմ ասում, չէ՞, տարածք որտեղով ճանապարհ լինի, իր բեռնափոխադրումները, մարդկանց տեղափոխումը ինքը իրականացնի, բայց կա մեծ վտանգ, ես այդ վտանգը տեսնում եմ, որը վերացական չի։ Այո, Հայաստանը ոչ միայն ՀԱՊԿ անդամ է, Հայաստան Ռուսաստանը ունի միջպետական ռազմական համագործակցության պայմանագիր 95 թվականին կնքած, որը առ այսօր ուժի մեջ է, որը իդեպ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ 49 տարի հիշում եք երկարացվեց, երկարաձգվեց։ Ալիևը կարող խնդիր դնել ամբողջ Երևանը վերցնել։ Ուղղակի տանկերը Երասխից ուղի Երևան։ Վերցնել Երևանը, Հայաստանի պարտադրել կապիտուլյացիա, ինստիտուտ կառավարության շենքում։ Ես չգիտեմ, Փաշինյանը ժամանակ ճողոպրած կլինի, թե չի, կարծում չի հասնի։ Եվ ասել ստորագրում ես կապիտուլյացիոն պայմանագիր։ Ասենք Հայաստանի SSS տարածքները իմն է, մնացածը քոնն է, իմ պայմանները սա եւ այդպես շարունակ։ Արարտ իմ ասած առաջին հայացքից այդպես մի քիչ զավեշտի դաշտից է, բայց երբ քայլերը փորձում ես հաշվարկել, այդպես է։ Դա տրամաբանված է։ Կա ուրիշ այլ իրողություն, որ այդ կռվով Թուրքիան խնդիր է դրել, իհարկե խայծը տալով Ալիևին, Թուրքիան խնդիր է դրել, որպեսզի Ռուսաստանը բախվի Ադրբեջանին, այսինքն իր զինուժը իդեմս 102 բազայի։ Եվ եթե արդեն լինի ռուս-ադրբեջանական բախում Հայաստանի տարածքում, այստեղ Թուրքիան չի կարող անմասն մնալ, ինքը եւս մտնում է, հա, չի կարող անմասն մնալ նաեւ Իրանը։ Ինքը եւս մտնելու, այսինքն սա այն է, ինչ ես իմ խոսքի սկզբում ասի, Բրիտանիային պետք է այստեղ պատերազմ, ընդ որում ներգրավմամբ 3 խոշոր տերությունների, հա, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի։
Հիմա ինչ կարելի անել, որովհետեւ դա չլինի մեզ համար գոյութենական խնդիր է Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների համար։ Օրինակ հարց է առաջանում. եթե այդ վտանգը կա, որում Փաշինյանը եւ իր թիմակիցները եւս չեն հերքում, այդ դեպքում ինչով պայմանավորեց, որ Փաշինյանը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում 102 ռազմաբազայի 17 մարտական հենակետ հանել տվեց։ Խնդրեց Պուտինին, այլ ասաց, դե հիմա եթե դու ես խնդրել, որ ես դրել եմ, իդեպ սա 44 օրից հետո, որ ադրբեջանական բանակը Սյունիք չմտներ։ Սա Փաշինյանն է խնդրել Ռուսաստանին եւ այդտեղ դրվել է այդ հենակետերը ու ոչ միայն, նաեւ Տաուշի մարզում էր դրված, Արարատի մարզում։ Ինչու Փաշինյանը խնդրեց այդ հենակետերը դուրս եկան, չէ՞ որ այդ հենակետերը ինքնին զսպիչ գործոն էին Ալիևի համար։ Հաջորդ, քանի դեռ դելիմիտացիա դեմարկացիա չի սկսել, սկզբունքորեն Տաուշում դա չէր, դեռ բարձունքներ հանձնվեց Ադրբեջանի համար ստրատեգիական նշանակություն, նաև մեր գազամուղի վրա հսկողություն սահմանելու, անհրաժեշտության դեպքում կարակով խոցելու գազամուղ խողովակներ։ Ռուսաստանի արտգործնախարար բազմիցս Սերգեյ Լավրովը ասել է, որ քան դեռ չկա սահման շփման գիծը, ապա պատրաստակամություն կա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ դիտորդների եւ խաղապաների ամբողջ շփման գծում տեղակայել։ Սա եւս չէ զսպաշապիկի Ալիևին, վստահաբար 5 պետության դրոշ է այդտեղ դրվելու։ Որքան էլ որ այդ դեպքում Բրիտանիան փորձել սադրել, հրել, պարտադրել Ալիևին, որ գործողություն սկսի Հայաստան դեմ, ամեն դեպքում Ալիևի հակափաստարկները բրիտանական այդ ճնշմանը բավականին ծանրակշիռ էին լինելու, ասելով որ 5-6 պետության դեմ ինքը չի կարող, հա, ուրեմն պատերազմ էր։ Եթե խնդիր կար եւ Ադրբեջանից այդ վտանգը օրվա իշխանությունները զգում էին, ապա ինչու Հայաստանի զին ուժը չէր բերում առավել բարձր մարտունակ վիճակի զորավարժաններում, օրինակ ՀԱՊԿ-ի 3 զորավարժություն Հայաստանում անցկացվելի Փաշինյանը մերժել է։ Մենք այս զորավարժությունների ժամանակ իդեպ կարող ենք հրավիրել նաև մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության զինուժին։ Բարբերաբար իրենց հետ անել զորավարժություններ, երկարատև, այո։ Այսինքն սրանով բարձրացնում էր եւ մեր երկրի անվտանգությունը եւ պաշտպանողականությունը։ Երբ հիմա քայլերը նայում ենք Փաշինյանի, ապա ոչ թե պաշտպանողականության բարձրացման, այլ պաշտպանունակությունը զրոյական դարձնելու նպատակ եւ միտում է բոլոր այն քայլերը, որ իրականացնում են իշխանությունները։ Ես դրեց պարզ հետևություն, ինչու է դա արվում։ Քանի որ Փաշինյանը եւ Փաշինյանի կառավարությունը դա թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունն է Հայաստանի Հանրապետությունում։ Նա սպասարկում է Ադրբեջանի շահը, եթե Ադրբեջանը ռազմական առումով ագրեսիա իրականացնի, ապա դյուրին կերպով պետք է ինքը առանց լուրջ դիմադրության պետք է վերցնի Հայաստանի տարածքներ։ Այդ դրա համար այն 3 գործոնը, որ ես նշեցի, իսկ դա շատ կարևոր գործոններ էր, Փաշինյանը 44 օրից հետո աշճանաբար չեզոքացեց, որով մեր երկրի պաշտպանունակությունը ու տարածքային ամբողջականությունը խոցելի դարձրեց եւ Ալիևի համար բավական նպաստավոր պայմաններ ստեղծվել այդ ռազմական ագրեսիան իրականացնելու արագ եւ արդյունավետ նպատակին հասնելու համար։ Եվ վերջում պարոն Նահապետյան, ձեր դիտարկմամբ վերը թվարկած սպառնալիքները չեզոքացնելու մասով օրինակ Ռուսաստանը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ քայլեր կձեռնարկեն, որովհետև նույն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ինքը խաղաղություն բերող նախագահ է եւ ամբողջ աշխարհում ձգտելու է խաղաղության։ Դե այդ քայլերից մեկը ես իմ խոսքում ասացի, երբ Վաշինգտոնում օրս հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հակոֆիդանը, իրենք քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Պետքարտուղարությունը, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ ողջունել են խաղաղության այն գործընթացները, որից տարածաշրջանում գնում է։ Ռուսաստանը, օրինակ, պարբերաբար էմիսարներ է ուղարկում Ադրբեջան եւ Թուրքիա։ Օրինակ, այս վերջերս Պետդումայի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն գնաց Բաքու, հանդիպեց նաև փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ, ես կարծում եմ, որ քննարկման մեխը կամ Ռուսաստանի նախագահից են մեսիջները, որ բանավոր ես չեմ բացառում նաև գրավոր փոխանցվել էր, այստեղ տարածաշրջանում Ալիևի արկածախնդրությունից հետ կանգնեցնելու նպատակ եւ միտում են ունեցել։ Այսինքն եւ Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին, որոնց ղեկավարները փաստացի հակագլոբալիստներ են, այսինքն խորհրդային պետության ուղղակի ոչ թե հակառակորդներ, այլ թշնամիներ են, իրենք ամեն ինչ անում են, որ այստեղ պատերազմ չլինի։ Նրանք, ովքեր լծվելու են այդ պրոյեկտին, այստեղ պատերազմ սանձարկեցին, որ ես չեմ բացառում։
Հավանականությունը քիչ է, բայց կա։ Նրանք ովքեր որ լծվելու են, ասենք եթե Ադրբեջանը, սա նշանակում է, որ ծծվստաբար մասում ժամանակապես իրեն կարող է որոշակի հաջողություն ունենալ, նաև ռազմական առումով, բայց Ադրբեջան պետության դա վերջի սկիզբն է լինելու։ Այդ պետությունը մասնատվելու է իրենց քայլերից հետո 3 միավորի միջև։ Դա լինելու Ռուսաստանը, Իրանը եւ Հայաստանը։ Չի լինելու Ադրբեջան պետություն, եթե Ալիևը Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություն սկսի պատերազմի տրամաբանության մեջ, այսինքն որ Երևանը գրավի։ Կարող են ինչ-որ հաջողություններ ունենալ, հա, բայց եւ Ռուսաստանը եւ Իրանը ըստ արժանավույն են գնահատելու այդ տարածքը, որը իրենց երկրների, իսկ այս տարածքները դուք պատկերացրեք մի քանի 100 տարի, երկարաձիգ դարեր եղել են Իրանի կամ Պարսկաստանի տարածք։ Պարսկաստանը երկու պատերազմում պարտվելով կնքել է Ռուսաստանի հետ պայմանագիր, մեկը 1813 Գյուլիստանի պայմանագիր, մյուսը 1828 Թուրքմենչայի պայմանագիր։ Առաջինով 7 խանություններ անցել են Ռուսաստանին, այդ թվում նաև Ղարաբաղի խանությունը, այդ թվում նաև Բաքվի խանությունը, այո, ընդ որում այդ 7 խանությունից ամենամեծը Ղարաբաղն է 24000 քառակուսի կիլոմետր։ Երկրորդ Թուրքմենչայով 2 խանություն Երևանի եւ Նախիջևանի։ Հիմա իրենք հրաշալի գիտեն չէ սա ու տարածքն է։ Իրենք գիտեն այս հողի տերը ով է, իրապես է, եթե այսպես ավելի խորքով նայենք, հա, եւ եթե Ադրբեջանի փոքրիկ սուլթանիկին թվում է, որ ժամանակապես ինքը հաղթանակ տանելով, հա, Հայաստանի նկատմամբ կարող է իր տարածքները մեծացնել կամ Իրանի նկատմամբ ագրեսիայից հետո մեծ Ադրբեջան ստեղծել, կարծում եմ, կարող է եւ մեծ Ադրբեջան ստեղծվի դեպ, բայց կենտրոնը Բաքուն չի լինի, կենտրոն Թավրիզը կլինի։ Այսինքն այդ Ադրբեջանի մի մաս ուղղակի կմիանա Իրան, այսպիսի վերջաբան կարող է Ալիևին սպասի, եթե այնուամենայնիվ ինքը փորձի կատարել բրիտանական հատուկ ծառայությունների հանձնարարականների տարածաշրջանում պատերազմ հանձնազերծելով։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցադրության համար։ Այսօր իմ հյուրը ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը, ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։